Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյանն ու այս պայն ես հյուրընկալել եմ խորհրդարանի Հայաստան դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանին։ Պարոն Վարդանյան, ողջունում եմ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Աշխարհն իրար է խառնել, պարոն Վարդանյան, բայց մենք մեր ներքին հարցեր ունենք, որից պիտի սկսենք։ Անշուշտ Իրանի հետ կատարվող իրադարձությունները իսկապես շատ կարևոր են եւ էգզիստենցիալ Հայաստանի համար, բայց դրա հետ մեկտեղ Խորհրդարանի Հայաստան դաշինքը որոշում ընդունեց իր ստորագրությունները չդնել այն բլանկի տակ, որով իմպիչմենտի գործընթաց պետք է սկսվեր կամ սկսվել է արդեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ինչու՞։ Նախ, քանի որ սա էլ վերաբերում է մեր ներքին կյանքին, ներքին հարցերին, արձանագրենք, որ մեր հարևանությամբ պատերազմը փաստորեն սկսվել է եւ անհայտ է թե ինչ զարգացումներ կլինեն։ Իսկ մեր երկրի ղեկավարը այսօր առավոտյան մեկնել է Չեխիա ինչ-որ ֆորումների եւ կարծես որևէ առողջություն չունի մեր երկրի, մեր անվտանգության հետ։ Եվ դե ճիշտ է տեղեկատվությունը, ինձ ասում են, որ վերջի օրերին նաեւ Հայաստանում է եղել Իսրայելի դեսպանը, որի նստավայրը Երևանում չէ։ Գալով ձեր հարցին, ձևակերպումը կարծում եմ սխալ է։ Մենք ասել ենք, որ 28 ստորագրությունները պատրաստ են եւ տրամադրում ենք ձեր առաջարկած տարբերակին, բայց մեզ բացատրեք, թե ինչ եք անում։ Տեսեք, իմ մոտեցումը հետեւյալն է։ Խոսում են Հայաստան դաշինք պատիվ ունեմ դաշինք բանակցությունների մասին, ես դրանց քննարկումներ եմ ասում, որտեղ գործընկերներ ենք նստել քննարկել են խնդիրները։ Այն ինչ կատարվել է վերջին ամիսներին, այսպես կոչված impeachment գաղափարի շուրջ եւ դրանց նախաձեռնողների վերաբերյալ նախ միջանկյալ ասեմ, որ մի քանի օր առաջ օթակայանում վեապարին դիմավորելու ժամանակ կողքովս անցնում էր Էդգար Ղազարյանը եւ ես ձայն տվեցի պարոն impeachment, մյուսին որոշել եմ այս հետ դիմել պարոն անվստահություն երկակի իմաստով, impeachment-ի եւ մյուս իմաստով։ Իսկ Մայլյանին անվստահություն, Ղազարյանին impeachment-ը։ Այո, պարոն պիտի ասես տղամարդիկ են ոչինչ։ Բայց տեսեք խնդիրը։ Այս մասին ես impeachment-ի գաղափարի մասին հատուկ խոսել եմ, երբ որ մենք նամակները ստացել էինք պատգամավորներով, կարծում եմ տեղյակ եք, բայց ես հետեւյալ կերպ ձևակերպեմ, էլի։ Տեսեք։ Հայաստան խմբակցությունը այսօր 28 պատգամավոր ունի։ Պատիվ ունեմ դաշինքը ունի 6 պատգամավոր։ Տեսել եք այդ երկու փաստաթղթերը։ Վստահ եք, որ Հայաստան դաշինքը impeachment գաղափարի տեղը գիտեր։ Առաջինն էլ մենք ենք այդ մասին ասել դեռ տարիներ առաջ։ Եվ եթե Հայաստան դաշինքին impeachment իրականացնելու համար հարկավոր է իրականացնելու համար, արդյունավետ իրականացնելու համար 26 ստորագրություն, պատիվ ունեմին անհրաժեշտ է 48 ստորագրություն։ Բայց մենք ինչու չենք նախաձեռնել այդ impeachment ասվածը։ Չենք նախաձեռնել, որովհետև չենք տեսել հեռանկար, չենք տեսել լրջություն, չենք տեսել ռեալ իրագործելի հնարավորություն։ Ես միշտ ասել եմ, որ impeachment-ը այո, սահմանադրական գործիք է, իրավական գործիք է եւ կիրառելի է երկրներում այն պահերին, երբ որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը այնպիսին է, որ միշտ կարող է փոփոխվել եւ impeachment-ը վարչակազմի վարչապետի նույնիսկ փոքր սխալի պարագայում հնարավոր է։ Մարդիկ կողմնորոշում են, գնահատում են վարչապետի արածը եւ փոխում են վարչապետին։ Հազվադեպ է լինում երկրների ժողովրդական երկրներում։ Մեր երկրում նման իրավիճակ չկա։ Մեր երկրում կա բացարձակ մեծամասնություն եւ մեկ մարդու դիկտատի տակ ուղղակի ստորացվող մեծամասնություն եւ նրանք բացարձակ պատրաստ չեն որևէ քայլ անել այսօր այդ ուղղությամբ։ Սա մի պարագան է, երկրորդ պարագան impeachment հնարավոր է, երբ որ կա հզոր ժողովրդային ճնշում, հանրային ճնշում։ Այս երկու պարագաները եթե չեն զուգակցում իրար, impeachment սկսելը որևէ հեռանկար չունի, բայց անկախ դրանից մեր գործընկերները, որ ժամանակին ընդամենը երևի 10-15 օր առաջ ասում էին մենք տեխնացություն ենք, հիմա ստանձնել են քաղաքական պատասխանատվություն, հիմա վարչապետի տեխնացու են առաջադրել, եւ մենք ասել ենք համարեք, որ մեր 28 ստորագրությունները կան, ձերն են, բայց մեզ բացատրեք, ինչ եք անելու, ինչպես եք անելու, երբ եք անելու,
Հարց առաջին։ Տեսեք, հիմա ասում են, որ impeachment-ի գործընթացը սկսված է եւ նույնիսկ եթե մեկ падգամավոր ստորագրում է impeachment-ի թղթի տակ, ուրեմն process-ը սկսված է։ Սկսված է process-ը։ Երկու падգամավոր, անունները չեմ ուզում տամ, որ ԿՊ-ից դուրս են եկել, երկու հոգով սկսեցին, այսպես ասած, գործընթաց։ Այն հայտնի տղայի անունով վարչապետի թեկնածու, Էդմոն Մարուկյան ասենք։ Գործընթացը սկսված է, կա գործընթաց։ Հիմա 6 հոգով են ստորագրել, մենք էլ ասել ենք, մեր 28 ստորագրությունը ձերն են, բայց եկեք քննարկենք։ Ամենաառաջի քայլը 36 ստորագրություն ունենալն է։ Ունեք եւս երկու ստորագրություն, 28 գումարած 6, ունեք երկու ստորագրություն, եթե չունեք այս պահին, ինչ տարբերակներ ունեք ունենալու։ Քննարկում եք, հանդիպում եք, խոսում եք, թե չեք խոսում։ Եթե չունենք այս 34-ն մնում, ինչ է լինելու, շարունակություն հաջորդ քայլը որն է։ Հաջորդ քայլը ծրագրում եք, այդ ծրագրի մանրամասները խոսենք, քննարկենք, տեսնենք, մենք ինչով ենք օգնում, կա այդ ծրագիրը։ Այդ ծրագրի մասներ որևէ կոնկրետություն չկա։ Ասենք եղավ 36։ Երբ է այս նախաձեռնությունը մտնելու պարլամենտ։ Գիտեք, հիմա արդեն իրենք ասում են, որ 36-ը ոչի բան է, 36 թիվ գոյություն չունի, մենք կմտնենք պարլամենտ, երբ որ կլինի 54 ստորագրություն։ 54 ստորագրություն ունենալու համար ինչ եք անում, ինչ ենք անում, երբ ենք դա անելու, փողոցային պայքարը սկսվելու է, դա հիմա գիտեք ամառ է, հիմա դժվար է, փողոցային չեմ խոսում աշխարհաքաղաքական իրողությունների մասին, նույն սկզբում մենք խոսեցինք կարճ։ Հիմա հնարավոր չի գուցե խորաշուն, աշուն կամ։ Լավ գնացեք, աշնանը կվերցնենք մեր ստորագրությունները, այստեղ դրված են։ Ինչ ենք անում, անում ենք միասին, որ քայլերն ենք անում։ Եվ այս ամբողջ ֆոնին նույնիսկ այս հստակ բացատրությունից հետո, որ ստորագրությունները առկա են, ձերն են, իմացեք, որ այստեղ են, իրենք սկսել են էլի երկրորդ փուլը Հայաստան դաշինքին թիրախավորելու, եթե առաջ այդ ֆունկցիան, այդ գործառույթը անում էին նախաձեռնողի ասած պարոն impeachment-ը եւ պարոն անվստահությունը եւ նրանք հանրապետականներն ասում են նրանք մեր հետ կապ չունեն, մեզ չեն ներկայացնում, այսօր նույն տոնայնությամբ խոսում են հանրապետականի падգամավորները։ Պարոն Վարդանյան, ներողություն։ Ես երկար խոսեցի հերթադարձ։ Ես չընդհատեցի ձեզ, եթե նկատեցիք, բայց այդտեղ կան հարցեր, որոնք որ ենթադրում նաև պատասխաններ պետք է ունենան։ Ամենաառաջինը կարճ հարց եմ տալիս, ակնկալելով կարճ պատասխան։ Ինչ է ձեզնից գնում դնել եք ձեր ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնող ձևաթղթիկի տակ, որի տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է, եւ քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ ունել պատիվ ունեմի վրա։ Ինչն է հարցը։ Ձեզ ասեմ, մեր քննարկման ժամանակ, հանդիպման ժամանակ մենք այդ դա էլ ենք ասել իրենց։ Ասել ենք, տեսեք, մեզ համար ամենահեշտը կլիներ այս ստորագրությունները տալ ձեզ եւ ամեն օր ձեզ վրա մուննատ գալ, թե ինչ եղավ, ուր հասեք, ինչ եք արել, դե ասեք, դե խոսեք, դե պատասխանեք։ Բայց մենք պիտի մտնենք մի բանի մեջ, որի հեռանկարը տեսնում ենք, որի քայլերը տեսնում ենք, որի գործընկերները ներկայացնում են։ Երբ որ պատիվ ունեմ կամ հանրապետական կուսակցությունը 2021-22 թվականներին մտնում էր մի process-ի մեջ, որի առաջնորդողը ուղիղ ասենք պատիվ ունեմը եւ հանրապետականը չէր, Հայկ Մամիջանյանը կամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չէր ասում, թե հələ մի հատ ինձ ասեք, ինչքանով է տոկոսային հարաբերակցությամբ պատրմանը, այս դիմադրության շարժումը կամ հայրենիքի փրկության շարժումը բերելու հանգցնելու Նիկոլ Փաշինյանի շատ բնական է, որ դուք բերում եք այն ճակերտավոր արգումենտները, որոնք բերում են այսօր հանրապետականները, բայց այդպես չէր։ Ինչու այդպես չի։ Բացատրեմ։ Այդ բոլոր շարժումների ժամանակ ցանկացած քայլ, ցանկացած հաջորդ քայլ, ով ինչ է անելու, ով ինչպես է անելու, բոլոր մանրամասներով այդ ժամանակ նախաձեռնող խումբը քննարկում էր մեր գործընկերների հետ։ Բայց առաջնորդողը իրենք չէին։ Այո, առաջնորդողը, բայց մենք բոլոր հարցերը համաձայնեցնում, քննարկում, դերերի բաշխում էին կատարում եւ ամեն մեկը գիտեր ինքը ինչ է անելու։ Նման խնդիր դրված չէր։ Բնական է, որևէ մեկը չէր կարող 100%-ով երաշխավորել, որ 10 օր հետո ինչ է լինելու։ Բայց այդ բոլոր հարցերը մանրամասնությամբ քննարկվում էին եւ կա երկու տարբերություն կա։ Փողոցային շարժումը, փողոցային քայլերի ծրագիրը, մշակումը, համաձայնեցումը մի բան է։ Impeachment-ը իրավական բոլորովին այլ գործիք է։ Impeachment-ի պարագայում դու պիտի տեսնես հնարավորությունը,
Շարունակությունը, հաջորդ քայլը, հաջորդ 5 հոգին, հաջորդ 10 հոգին, հաջորդ 15 հոգին։ Դուք ավարտում եք ձեր պարլամենտական հանձնառությունը, ընդամենը մնացել է մոտավորապես 1 տարի, հա, վերիվարու, մի քիչ ավելի քիչ արդեն։ Այդ 1 տարվա ընթացքում, պարոն Վարդան, Հայաստանում կարող են տեղի ունենալ այնպիսի գործընթացներ, որոնք անվերադարձ հետևանքներ կունենան Հայաստանի վրա։ Հիմա դուք 4 տարի ասել եք, որ պահում եք ձեր պատգամավորական մանդատները այն պատճառով, որ պատգամավորական դուք ասելով հիմա կարող անձամբ դուք չեք ասել, բայց Հայաստան դաշնքից բազմաթիվ այդպիսի հայտարարություններ են եղել, որովհետև իրավական միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանին ուղարկելու տուն իմպիչմենտն է։ Հիմա կա նախաձեռնություն, դուք անգամ եթե չեք տեսնում այդ նախաձեռնության հաջողության, այսպես հավանականությունը, դուք կարող եք հանգիստ ձեր ստորագրությունները դնել դրա տակ ու ասել դե հիմա ասեք ինչ ենք անում։ Բայց ձեր քննադատողները ասում են, որ դուք ի սկզբանե կանխամտածված վատ եք վերաբերվել իմպիչմենտի գաղափարին, այս դաշտից եկող ու դրա ապացույցն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ում դեմ է արվում այս իմպիչմենտի գործընթացը։ Իմպիչմենտի գործընթացը մենք վստահ ենք, որ հանրապետական վերջին նախաձեռնությունը արվում է Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց մենք նաև համոզված ենք, որ այն, ինչ ունենք այսօր, դա չի տանելու այդ քայլերին։ Տեսեք, խնդիրը նաև այլ է, ի վերջո ամենահիմնական հարցը, երբ որ իմպիչմենտի այս ամբողջ գործընթացը ուղեկցվեց շանտաժով եւ այլնով դաշինքի դեմից, այլ բան է նշանակում։ Ինձ երեք մի խելոք մարդ հերվից զանգահարեց եւ հետաքրքիր բան ասեց, գիտեք, ասեց, իսկ չեք մտածում, որ այս վեճը, բանավեճը, քննարկումը, իմպիչմենտի այս արհեստական օրակարգը, երբ որ ընդդիմադիր ուժերը զբաղված են սրանով, հնարավորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին շատ ավելի ազատ գործելու եւ վեհապարի եկեղեցու դեմ սկսած արշավը նաեւ սրա արդյունքն է։ Տեսեք, մենք որևէ խնդիր չենք ունեցել այս առումով եւ ի տարբերություն չասեմ լավ, ի տարբերություն չասեմ, մենք այս բոլոր տարիների ընթացքում առավելագույնը փորձել ենք անել փողոցով, ժողովրդի ճնշումով հեռացնելու։ Սրա համար ամենահարմար տարբերակը, եթե կհիշեք, հայրենիքի փրկության շարժման ժամանակն էր, երբ որ ԿՊԱ-ականները փախած էին, թաքնված էին, նույնիսկ մի քանի հոգի դուրս եկան պատերազմից հետո ԿՊ-ից, բայց ցավոք այդ ժամանակ իրավական, սահմանադրական խոչընդոտ կար իմպիչմենտ սկսելու։ Հիշում եք, դեռ 1 տարին չէր լրացել ընտրություններից հետո։ Այնպես որ մենք մեզանից կախված ամեն ինչ արել ենք, այո, մեր գործընկերներն էլ աջակցել են, բայց եթե չկա հավանականություն եւ դա նաեւ արվում է հիմնականում արդեն բացահայտ արվում է Հայաստան դաշինքին շանտաժի ենթարկվող, դուք պատկերացրեք, ձեր ասած տարբերակով մենք սա անեինք եւ մի քանի նորից անունները չտամ։ Տեսեք ոնց պարտադրեցինք, տեսեք ինչ արեցինք, տեսեք մենք ով ենք։ Խնդիրը բան ուտելն է, միրգ ուտելն է, թե պարտիզպանին ծեծել է։ Միրգ ուտելն է, բայց միրգ ուտելը այս տարբերակով, այս իրավիճակով, այս հարաբերակցությամբ ուղղակի անհնար է։ Եվ իմիտացիոն այլ նպատակներ հետապնդող գործի մասնակցելը մենք իմաստ չենք տեսնում։ Տեսնում ենք մի պարագայում, ասում ենք ստորագրությունները կան, շարունակությունը ասեք, քայլ առ քայլ ասեք, մենք իմանանք մենք ինչ ենք անելու եւ որտեղ ուր ենք հասնելու։ Եթե սա էլ չկա, վերացում է սա ներքին դիրքավորման, տեսեք, ես ուրիշ մի բան ասեմ, իրենք ասում են, որ Հայաստան դաշինքը չի անում, որովհետեւ ինքը պատրաստում է ընտրությունների։ Իմ խորին համոզմամբ, ես գիտեք, հարաբերվում եմ բոլորի հետ, երեք երկար զրուցում էի նաեւ հանրապետական մեր գործընկերների հետ։ Իմ տպավորությամբ ամենաշատը այսօր, որտեղ մեր մոտեցումը այն է, որ եթե լինի տրիգեր, եթե լինի հնարավորություն փողոցային ճնշում եւ այլն, պետք է անպայման չթողնել գործը 26-ին։ Ամենաշատ ընտրությունների մասին մտածում եւ ընտրությունների պատրաստվում է հանրապետական կուսակցությունը, որ ասում է մենք որոշում չունենք ընտրություններին մասնակցելու։ Դες երաշխավորում եմ, որը կգա, չէ, ամեն ինչ ժամանակը գալիս պարզ է դառնում։ Հանրապետական կուսակցությունը, եթե հասանք Աստված չանի ընտրություններին, գնալու է ընտրությունների, գնալու է ոչ թե մի ճակատով, այլ մի քանի ճակատով եւ շատ լավ է, եւ նրան խրախուսում եմ ինչքան ավելի ընդդիմադիր դաշտը տարբեր թևերով գնա եւ շատ ձայներ հավաքի, այնքան ավելի հավանականությունը կլինի, որ իմ խորին համոզմամբ առաջին անգամ ընտրությունների մասին ընտրություններով Նիկոլ Փաշինյանին փոխելու մասին վերջին 6 ամսվա ընթացքում խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ խոսել։
Ընտրությունները լինելու են, չէ։ Ենթադրաբար ընտրություններ լինելու են, բայց մինչև ընտրությունները կամ հերթական ընտրությունները կամ հանդարտ իրավիճակով ընտրությունները գնալը հնարավորություն կա ստեղծել քաղաքական մի այնպիսի միջավայր, որը միգուցեև հանգեցնի կամ չհանգեցնի կամ հանգեցնի process-ի։ Ես նորից չեմ կարողանում հասկանալ ինչու՞մն է ձեր մտահոգությունը, դուք հանգիստ կարող եք ձեր ստորագրությունները դնել, քաղաքական պատասխանատվությունը արդեն պատիվ ունենը վերցրել է, արդեն տեխնացիոն իրենք առաջադրել են, կարտեին վռուկի, ինչպես ասում են, տվեք թող գնան աշխատեն։ Մենք մեր ստորագրությունները դրել ենք։ Չէ, բայց դնել եք Շարմազանը լավ, ասում ոնց որ քեզ $5000 փող պետք լինի, ասեմ ջեբս է, բայց չեմ տալու։ Շարմազանը թող ինձ դիմեց հարցերով։ $5000 հարցերով։ Ցանկացած հարցով կարող է դիմել, վերջերս քաշում է դիմել իր խնդիրն է։ Մենք որևէ տարբերություն չենք տեսել ստորագրությունները մեզ։ Իրենց ստորագրությունները որտեղ է։ Վեց ստորագրությունը։ Իրենց ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթղթիկի տակ են, որի վրա գրված է Դավիթ Համբարձումյան տեխնացուն։ Մենք երբ որ ասել ենք մեր 26-28 ստորագրությունները պատրաստ են, ցույց ենք տվել։ Ինչի համար են պատրաստ։ Նույն Դավիթ Համբարձումյանի համար, չէ՞։ Բայց այսինքն Դավիթ Համբարձումյանի գիտենք չէ՞ որ իրենք առաջադրել են Դավիթ Համբարձումյանին եւ ասել ենք տալիս ենք այս ստորագրությունը։ Ո՞ր են։ Ասեք շարունակությունը, ինչու չեք ասում։ Մեզ մոտ դրված են իրենց։ Չէ, ուզում հասկանալ, դուք ինչ եք իրենց ուր են։ Դուք ինչ եք կորցնում։ Իրենց նախաձեռնածի երկու բան են կորցնում։ Նախ համարում ենք, որ սա իմիտացիոն առայժմ գոնե, որևէ process-ը սկսված չի։ Պարոն, դուք այդքան տարի իշխանությունների հետ աշխատել եք, Հայաստանի քաղաքական դաշտում պես մեղմ ասած հնաբնակներից մեկն եք, հա։ Դուք իսկապես մտածում եք, որ օրինակ երրորդ նախագահը կարող է մի գործընթաց սկսել, որը չեմ ասում, որ 100% հաջողությամբ է պսակվելու, բայց որը որ ի սկզբանե իմիտացիա է կամ անլրջություն է։ Ես մի վատ բան ասեմ։ Մի քիչ հետ գնալով ցավոք, այսպես ասեմ, լավ, մոտավորապես ասեմ տարեթվերը 2015-2018 մինչև այս խայտարակության իշխանության գալը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը ավելի շատ որոշում էին մի քանի ջահելներ, որոնք կուսակցական չէին, թեև հանրապետական ներքաղաքական մեծամասնություն, եւ այդ քայլերը, այդ ուղղվածությունը, այդ որոշումների տեսակը բերեց հանգեցրեց այս վիճակին։ Հիմա ես այնպիսի տպավորություն ունեմ, որ իհարկե այդ շերտը դեռ կա անորոշ անհասցե ինչ որ տեղերում կա, բայց հիմա իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ նույն ուժի քաղաքականությունը թելադրվում է իմ ասած 1-2 մարդու կողմից։ Սա է նաև իմ անձնական տեսակետը։ Դուք լուրջ մտածում եք, որ 18 թվականի 3 տարվա գործընթացներից այդպիսի բանոց տեղել է, դա է բերել 18 թվականին հանգեցրել։ Այս երկրում 30 տարվա, 25 տարվա, այդ թվում նաև երկրորդ նախագահի իշխանության նորոգ տեղի ունեցած բազմաթիվ բացթողումները կամ այն սոցիալական անարդարության զգացողությունը, որ կար մյուս եւ այլն, դրանք այդ ամեն ինչը այդ ամենը իհարկե դեռ խաղացել է, հիշում եք մեր կարծեմ նախորդ հանդիպման ժամանակ դուք հարցնում եք լավ ինչու այսպես եղավ, ինչու սա եղավ, նա եղավ, եւ ես փորձում եի մի քանի բաներ շարադրել այդ թվում հիմա ձեր ասած բոլոր այդ խնդիրները, բայց հիմա հետո հարցազրույցից անդրադարձա, որ մի կարևոր բան ես չեմ նշել։ Իմ խորին համոզմամբ մեր երկրի զարգացումը գնաց սխալողությամբ 96 թվականի նախագահական ընտրություններից հետո, եթե այդ 95-ին սկսված եղել Սահմանադրության եւ Ազգային ժողովի ընտրությունները, բայց 96 թվականի նախագահական ընտրություններից հետո այդ բացարձակ մեր երկիրը շեղվեց ժողովրդավարության եւ այլն։ Դուք ու Փաշինյանը նույն կարծիք եք։ Բայց թողնենք դա։ Չէ, Փաշինյանը առաջ ավելի այլ կարծիք էր, հիշում եք, չէ, խոսքը է վերում։ Ես կարդացի պարոն Զորաբյանի գրառումը շնաբերան Փաշինյանին ամենալավը պատասխանում է ազնվազարմ Փաշինյանը եւ էջբերում է անում Փաշինյանի այն ժամանակվա խոսքերից, որ ամեն ինչ սկսվել է 99 թվականից թե ինչ։ Այսինքն մի ժամանակ ազնվազարմ է եղել, պարզում է Փաշինյանը, հիմա է դարել շնաբերան։ Թողնենք, բայց սա երկրորդական հարց է։ Այդ բոլոր խնդիրները կան, այդ բոլոր խնդիրները եղել են, բայց մենք ունեցել ենք կայուն իրավիճակ, ունեցել ենք անվտանգության համակարգ, ունեցել ենք ռեալ
ամուր բանակցային հիմքեր։ Դրանով հանդերձ ինչի՞ չեք ստորագրում։ Ստորագրել այստեղ բացարձակապ չես 10 անգամ ասեցի ստորագրել ենք, մեզ մոտ դրված է կգնաք խորաշուն։ Ախր ես հիմա ինձ գալիս են ասում են Նարեկ ջան, դու կողմ ես որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, պայմանական ինձ, ասենք ինչ ստորագրություն ինչ որ բան է կախված։ Ասում են կողմ եմ։ Ասում են, բա դե կստորագրեմ, կստորագրեմ։ Ես ստորագրեցի, քաղաքական պատասխանատվությունը այլևս իմը չի։ Եթե ես չեմ ստորագրում, ուրիշի մոտ սկսում են հարցեր առաջանալ։ Իսկ միգուցե կա այնպիսի հնարավորություն, որ Հայաստան դաշինքը կողմ է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց բացարձակապես այն պարագայում, թե իր փոխարեն գալիս է իր ուզած մարդը։ Հիմա դուք կամ հանրապետական կուսակցությունից որևէ մեկը կամ Թեկնածուն վարչապետի Թեկնածուն Դավիթ Համբարձումյան, որ նորմալ տղա է ճանաչում եմ, թող որևէ մեկը համարձակվի եւ ասի, որ Աղվան Վարդայանը դեմ է որ Փաշինյանը հեռանա, կամ Հայաստան դաշինքից որևէ մեկը կամ երկրորդ նախագահը, սպասեք, չէ, բայց ինչ են անում իրենք, այդ նույն նախաձեռնողներն ինչ են անում։ Իմպիչմենտին դեմ է միայն Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ են ասում, ինչ ուզում են թող ասեն։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հետ եթե մեկը խոսում է այդ տոնով, կստանա պատասխան շատ ավելի կոշտ։ Պատիվ ունեմ դաշինքը ձեր այդ տոնով խոսելը։ Շատ կիրթ քաղաքավարի նստել զրուցել ենք, հիմա ասել ենք մեր մոտեցումները։ Մեր խոսակիցը պատիվ ունեմ դաշինքը, որը այսօր չի կարող այլ կերպ խոսել, որը այսօր լիարժեք ընդունում է, որ նաև ներկայացնում են իրենց իմ ասած երկու մարդիկ։ Սա էլ գիտեք, չի լինում այսպես։ Մի շաբաթ առաջ բան ասել, մի շաբաթ հետո ուրիշ բան ասել։ Պրոցեսին խանգարում են Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը։ Նարեկ Մալյանը եւ միստր իմպիչմենտը եւ պարոն անվստահությունը շատ փոքր մարդիկ են, որ կարողանան խանգարել, բայց ջուրը պղտորել միշտ կարող են։ Չենք տրվում իրենց։ Մենք ասում ենք տվեք հեռանկարը, տվեք ցույց տվեք, ստորագրությունները կան, ձերն են։ Արդեն Հայաստանում 2018 թվականից հետո, իդեպ դուք եք միակ մարդիկ երևի թե կամ եզակի մարդկանց եք միակը չէիք լավ ասեմ, որ 18 թվականին կանխագուշակեցիք, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, սա ի պատիվ ձեզ եմ ասում ու ֆիքսում եմ հատուկ դա։ Ես ավելացնեմ, որ տեսեք Հանրապետական մեր գործընկերները ամենաբարձր մակարդակով նաև հայտարարել են, որ եթե իմանայինք այսպիսի ողբերգություններ է լինելու, այն ժամանակ չէինք զիջի։ Բայց ես զգուշացրել էի, չէ, ասել էի, չէ, ինչ է լինելու, բառացի էի ասել։ Հիմա ես պետք է թվարագայում հակադարձեմ, որ այո, եթե իմանային կարող է այդպես չլիներ, բայց լավ, հիմա չեմ ուզում այդ թեմայի մեջ մտնել։ Դա բան, ոչ մի տեղ տանող չխոսակցություն։ Երբ որ գալիս էի ձեզ մոտ այստեղ, այս թեման իմպիչմենտի իմ համար փակել եմ ամիսուկես առաջ, մեր ամբողջ խոսակցությունը տանել այն բանի վրա։ Ես ուրիշ բան եմ ասում, չէ՞, ուրիշ բան եմ ասում։ Տեսեք, ոնց որ դուք եք ասում, իմպիչմենտի իրավական հնարավորությունն է։ Մենք քիչ առաջ իմ աշխատասենյակում զրուցում ենք մի հնարավոր սցենարի մասին, որը կարող է տեղի ունենալ։ Կա տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնում է Թուրքիա։ Կա տեղեկություն, որ Էրդողանի աջակցությամբ եւ կամ միջամտությամբ ինչ նախապայմանների բավարարման պարագայում Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավոր է, այսպես ասենք, ըստ որոշ տեղեկությունների կամ Վաշինգտոնում կամ Էմիրություններում կնքեն մի պայմանագիր կամ համաձայնագիր կամ շրջանակային, չգիտեմ, թուղթ, փաստաթուղթ, որի վերնագիրը խաղաղությունն է լինելու։ Տակի բովանդակությունը չեմ ուզում քննարկել, կարծում թե ինձ թե ձեզ համար պարզ է թե տակի բովանդակությունը ինչպիսին է, բայց երբ որ Փաշինյանը ստացավ այս խաղաղություն թուղթը, այլևս ընտրական ճանապարհով, սովորական ընտրություններով Փաշինյանին հաղթելը ընդդիմության համար, թե տիտղոսային, թե արտախորհրդարանական այսօրվա, չասեմ անհնար, բայց շատ դժվար է լինելու, որովհետև ինքը կարողանալ է մարդկանց համոզել, որ ինքը բերում է խաղաղություն, դուք բերում եք պատերազմ։ Ու սա անվերադարձ ազդեցություն է թողնելու մեր երկրի ճակատագրի վրա։ Հիմա իմպիչմենտը, ոչ իմպիչմենտը, դա տրիգերներ են, որոնք որ պիտի օգտագործվի։ Ինչի՞ չի օգտագործվում։ Մայրաթորի վրա հարձակումը։ Որովհետև տրիգեր չի իրականում, որովհետև այդ տրիգերը ռեալ չունի հեռանկար, չունի գոնե երկու գոնե հետո 20 ստորագրություն եւ դրա ճանապարհները չեն երևում։ Փակենք այս թեման։ Ես իմպիչմենտը հասկացանք, անցանք։ Հիմա բնականաբար վրա հարձակումը, ինչի դա չեք օգտագործում։ Լավ, առաքելական եկեղեցու հարձակումը ինչ ասեմ, եւ բնական սпасելի է այս տեսակ իշխանությունից եւ ամենաստոր ամենահակահայկական մեր ինքնության դեմ ուղղված քայլն է, չէ՞։ Տեսեք ինչ լավ էր
Գաղափարին դիմավորելու արարողություն։ 2000 մարդ կար, ինչ դեռ։ Բայց թողնենք թե այդտեղ ինչ բաներ կատարվեցին էլի քարոզչական եւ այլ եւ այլ։ Բայց ի վերջո մենք ինչ ենք ասում, եկեղեցին պիտի իր խոսքը ասի, եկեղեցին պիտի իր առաջարկությունը անի։ Եկեղեցին մենք չենք կարող, չէ՞ մենք ասում ենք, չէ՞, եկեղեցին եւ պետությունը անջատեն, իրենք խառնվում են ամենախայտառակ ձևերով այս բաներին։ Չեմ ուզում իրենց լեքսիկոնով իրենց պատասխանել անիմաստ է, բայց եթե եկեղեցին ինքը չի ասում թե ինչ է պետք անել, մենք պիտի եկեղեցուն ասենք ինչ է պետք անել։ Ես այստեղ մեծ հարց է, մենք պիտի պաշտպանենք եկեղեցուն, թե մենք չպետք է պաշտպանենք։ Մենք պիտի պաշտպանենք ամբողջովին եկեղեցուն եւ դրա բոլոր բաները կան եւ բոլոր քիչ թե շատ եւ հանրային հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը ակնհայտորեն այդ ամենը հայտարարել են եւ շարունակում են այդ գործողությունները անել, բայց ի վերջո եթե սա պիտի դառնա տրիգեր, դա պիտի սկսվի եկեղեցուց, ես խորապես դա համոզված եմ։ Այնպես որ տրիգեր հնարավոր է միշտ լինի։ Տրիգեր հնարավոր է նաեւ այս ընթացքում եւ միջև աշնանը եւ գարնանը լինի, իհարկե այս իշխանությունը գիտենք ինչ է անում, հիմա էլ դուք ավելացնում եք եւս պարամետրեր։ Բայց իմ խորին համոզմամբ անկախ ամենաստոր, ամենադավաճանական, ամենահակահայկական, հակապետական քայլերից իշխանության մենք պարտավոր ենք պատրաստ լինել։ Պատրաստ լինել մի քանի առումով։ Եթե հաջողվեց տրիգերների ակալության պարագայում ժողովրդային հանրային ճնշման անել, մեկ վարքան։ Եվ հիմա դեռ տեսնում ենք։ Բայց ասել, որ նման խաղաղության փաստաթղթի պարագայում այլևս ոչ մի տարբերակ չկա, ես համաձայն չեմ։ Ես ավելի կարծում եմ, որ մենք պիտի կարողանանք, տեսեք, նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը Նիկոլին պաշտպանելու, հիշում եք, մեկը հայտարարում էր, որ եթե անկած ռևանշիստական ուժերը գլուխ բարձրացնեն, գուցե Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է սահմանափակ զորախումբ մտցնեն Հայաստան պաշտպանելու օրինական իշխանությունը, բեսերի իշխանությունը եւ այլն։ Բնականաբար սա գնալու է ամեն ինչի գնալու է, բայց մեր խնդիրն է այդ ամենը մեր ժողովրդին հասկացնել, բացատրել։ Իմ խորին համոզմամբ մենք այլ տարբերակ չունենք։ Մենք պիտի այստեղ, այս տարածաշրջանում դառնանք Իսրայել, մեր տեսակի մեջ։ Երազանք է, քիչ հավանական է, բայց եթե այդ երազանքը չկա, դա էլ չենք անելու։ Իսկ այդ ռեալ հնարավորությունները հիմքերը կան, եթե Հայաստանը ունի ուժեղ ազգային իշխանություն, ուժեղ առաջնորդ, տղամարդ առաջնորդ եւ ունի այն ցանցային հնարավորությունները, Սփյուռքը, մեր ցանցային մյուս կառույցները համազգային եւ այլն, եւ սա պիտի լինի մեր նպատակը։ Նպատակը հասկանալի է, բայց հերանեկարը մի այլ բան է։ Եվ հերանեկարի դեմ պետք է աշխատել։ Պետք է աշխատել, որ մեր ժողովուրդը նույնիսկ այդ խաղաղության թուղթը, որը խաղաղության թուղթ չի լինելու բնականաբար, այլ ամենաստորացուցիչ եւ Հայաստանի պետականության վերջն է լինելու փաստաթղթի արկայության պարագայում անգամ մենք կարողանանք այնպես համախմբել մեր ժողովրդին, որ աշխարհակաղակական վերափոխումների այս դարաշրջանում, երբ որ ամեն օր նաեւ ուժային հարաբերակցություններ են փոխում, կարողանանք իսկապես բերել այն իշխանությունը, որի մասին ես ասում եմ։ Բանվարդյան, մի հարց տամ, էլի։ Ընկերներից մեկ գնահատական տվեց, արդեն երկրորդ անգամ կարծես եթերում մեջբերում ասաց, որ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ մեծ ողբերգական իրադարձություններ են եղել, հոկտեմբեր 27 օրինակ սարսափելի ողբերգական իրադարձություն, որ փոխեց մեր պետականության հունը։ Մարտի 1-ը, դրանից առաջ եւ հետո բազմաթիվ քաղաքական սպանություններ, մյուսը եւ այլն, այսինքն 30 տարվա ընթացքում մենք տեսել ենք շատ բադ բաներ, բայց ասած ինձ համար ամենասարսափելին եւ ամենավերևը այս ամեն ինչի 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ լեգիտիմացվեց Հայաստանի երրորդ հանրապետության բովանդակազրկությունը, նոր եռաբլուրը, մյուսը եւ այլն եւ այլն։ Չգիտեմ դուք համաձայն եք այդ գնահատականի հետ, թե համաձայն չեք, բայց կա ապագա հնարավոր, որ եթե մենք հասնենք հերթական ընտրություն։ Ապագա կա թե կա ապագա։ Չգիտեմ, այդ արդեն դուք ինձ պիտի ասեք, եթե մենք հասնենք հերթական ընտրություն, դուք կրկին կարող դառնաք ընդհանրապես ընդդիմադիր падգամավոր, պարոն Վարդան։ Դուք այդ ճակատագրի հետ հաշտվում եք։ Նախ երկու բան։ 21 թվականի ընտրությունների այդ գնահատական տվողները մարդիկ են կարող են 10 հոգի կարող այդպես մտածել եւ շատերն են սկսել այդ մասին խոսել, որտեղ դա տիրաժավորվում է։ Բայց պայմանական ասենք 21 թվականի ընտրություններին մենք չէինք մասնակցում, ինչ էր լինելու։ Որևէ մեկ այդ հարցի պատասխան չէր լեգիտիմացվելու, այսօր դուք չէիք ունենալու մի պարլամենտ, որտեղ այս 75 հոգու փոխարեն 85 հոգի մի 10 հոգի էլ գիտեք ովքեր էին լինելու։ Չէ, կարող է եւ չունենայինք։ Կարող է, ոչ։ Ովքեր կլինեին պարլամենտում։ Պարլամենտի խնդիրը չի։ Ընտրությունները մի վարքան ընտրությունները եղել են։ Մենք չմասնակցեինք լինելու էին։ Չէ։ Ինչպես չէ։ Այտենց։ Ընդդիմադիր երկու ուժերը, Բարգավաճ Հայաստանը եւ Մյուսանուն ինչ էր համաձայնվել ընդդիմությունը, որը թեժ էր պահում
Երևանի կենտրոնը չէր գնում խորհրդարանական ընտրությունների, այդ պարլամենտը մեղմ ասած ուներ բուտաֆորիկ բնույթ։ Դա միայն ենթադրություններ են, դա միայն հետին թվով վերաշարադրանք է, որը թվականը հաջողություն էր ձեր համար։ Իհարկե հաջողություն չէ։ Հաջողություն կլներ, եթե մենք չունենայինք այս իշխանությունը բնականաբար, բայց եթե մենք չմասնակցեինք ընտրությանը, արդյունքը շատ ավելի վատ կարող էր լինել։ 1. Երկրորդը, Սրանից ավելի վատ ինչ պետք է աներ, Արցախը հայաթափված է, Հայաստանի սահմանները ադրբեջանցիների հսկողություն, էլ ինչ պիտի լիներ։ Ավելի վատ ինչ պիտի լիներ։ ինչ որ դուք կանխատեսում եք քիչ առաջ։ Որը Այս նոր նախապայմանների իրագործումը եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն հիմա խորհրդարանական դիմությունն է դրան ստոպ տալիս, թե Ադրբեջանը։ Բոլոր դեպքերում այս վերջին 3-4 տարիների ընթացքում խորհրդարանական անդիմության եւ քաղաքական ուժերի դիմադրությունների մի քանի մասի շնորհիվ մենք կարողացել ենք ինչ որ բաներ կանխարգելել, ինչ որ բաներ հետաձգել, ինչ որ բաներ զսպել եւ մեզանից կախված ամեն ինչ արել ենք։ Հիմա 26 թիվ։ 26 թվի իմ պատկերացումը հետեւյալն է. նախ Աստված տա կարողանանք այնպես կազմակերպել, որ ընտրություններին չհասնի հարցը, ժողովրդային ճնշում 1, եւ երկրորդ, եթե հասանք ընտրություններին, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք ազգային պետական մտածողություն ունեն եւ տարբեր թևերով դաշինքներով գնալու են ընտրությունների, ոչ թե նպատակ դնեն իրար հարվածելու, իրար հաշվի ձայներ հավաքելու, այլ ժողովրդի հետ աշխատեն, ինչը նաեւ այսօր արվում է, ցավոք։ Ասացի ինձ հրաձայնած մարդու խոսակցությունը։ Այլ փորձեն ամեն մեկը իր ընտրական ընտրողների հետ աշխատել, բերել մեծամասնություն եւ ես խորապես ասացի, համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, այլ լինելու է ազգային պետական ուժերի մի քանի խմբավորումների միավորման իշխանություն։ Այսինքն Գյումրիի մոդելն եք պատկերացնում պայմանական ասած։ Գյումրին հիմա ես չանդրադառնամ, Գյումրին իր սպეციფიկ բաներ ուներ, բայց ես ուզում եմ հավատալ, որ իմ ասած քաղաքական ուժերը այնքան խելք, միտք, հեռատեսություն կունենան, որ ոչ թե քարցակվեն Հայաստան դաշինքի վրա, այլ ամեն մեկը կաշխատի իր էլեկտորատի հետ եւ իր առավելագույն բաժինը կտանի, միայն ուրախ կլինեմ, գիտեք, քանի թևեր են այսօր աշխատում այդ ուղղությամբ եւ վերջում կմիավորվեն։ Դե ստորագրությունները, բոլոր հարցերը Հայաստան դաշինքից դրված են մեր սեղանին, համեցեք։ Լավ, շատ լավ։ Ես կարծում եմ մեր եթերը կնայեն, պատիվ ունեմ ձեր գործընկերները կգան վերցնելու։ Շնորհակալ եմ։ Ոչ մի խնդիր չկա։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։